Բարի լույս։ Պետրոս Արաքյալը իր երկրորդ նամակի 3-րդ գլխի մեջ գրում է. Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես անգիտությամբ կարծում են ոմանք, այլ համբերատար է ձեր հանդեպ, քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն էլ ապաշխարեն։ Որքան մեծ է Տիրոջ սերը մարդու նկատմամբ։ Աստված չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ Տերն ուզում է, որ բոլորը փրկվեն։ Եվ թերևս այդ է պատճառը, որ դատաստանը ուշանում է։ Որովհետև եթե խորը մտածենք, մենք կհասկանանք, որ այսօր մենք ինքներս պատրաստ չենք այդ դատաստանին կանգնելու։ Մեր մեղքերի ծանրությունը, մեր սխալները, մեր բացթողումները այնքան շատ են, որ մտածում ես երանի Տերը չգա այսօր, որովհետև ես չեմ հասցնի մաքրվել։ Դժվար է սիրելիներ եւ դաժան։ Բայց միաժամանակ Արաքյալը մատնանշում է այն մեծ սերը, այն համբերատարությունը, որ Աստված ունի բոլորիս նկատմամբ։ Դերևս այսի իսկ տրամաբանությամբ ճիշտ չէ, որ երբեմն մարդիկ կան, որ թաքնվածը բարդությամբ ասում են, թե երբ պիտի Աստված իր որդուն երկրորդ անգամ ուղարկի, որ այս բոլոր անարդարությունները վերանան։ Մարդկանց թվում է, որ իրենք փրկվելու են, որովհետև մարդը չի գիտակցում, որ ինքն էլ կարող է չարժանանալ այդ փրկության։ Հետևաբար, մինչև մտածելը, որ աշխարհը անարդարությամբ լեցուն է, կան հակառակություններ, կան թշնամանք, մտածենք, թե ինչպես կարող ենք յուրաքանչյուր մեկը շտկվել։ Չէ՞ որ եթե մենք շտկվում ենք, յուրաքանչյուր մեկը շտկվում է իր ճանապարհի մեջ, հետևաբար մեր փոխհարաբերություններն էլ ավելի լավն են դառնում։ Եթե մեր փոխհարաբերություններն ավելի լավն են, հասարակությունն ավելի լավն է դառնում։ Եթե հասարակությունն է լավանում, ազգն է լավանում, պետությունն է լավանում, հայրենիքն է լավանում։ Այս տարբերակով սիրելիներ, բոլորս էլ կարող է արժանանանք Տիրոջ փրկությանը։ Շտկենք մեզ, շտկենք մեր ունեցածը, շտկենք ինքներս մեր հայրենիքը, մեր երկիրը, մեր պետականությունը։ Քրիստոս հարյավի մեռելուց, ձեզ եւ մեզ մեծ աղետիս։